Բարի լույս, սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, այսօրվանից սկսում ենք ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը, պաշտոնական մասը, մեզնից շատերը արձակուրդում են, որպեսզի զբաղվեն քարոզարշավի ընթացքով, վստահ եմ գիտեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա ճանապարհին է դեպի Սյունիք, մեր թիմի մեծ մասի հետ, բայց մեզնից որոշներն էլ տեղերում են անցկացնելու քարոզարշավը եւ այցելելու են ձեզ, ձեր բակեր, ձեր շենքեր, ձեր տներ, խոսելու մեր կատարած աշխատանքի մասին, ներկայացնելու ապագա անելիքները, խաղաղության գործընթացի ամենակարևորի մասին, որպեսզի վերջում մենք բոլորս վերջում տեր կանգնենք այդ խաղաղությանը, որ երկար սպասել եւ ձեռք ենք բերել։ Կարծում եմ, որ այս քարոզարշավում, ինչպես նաև իրականում նախկին քարոզարշավում ամեն ինչ շատ պարզ է, որևէ մութ անկյուններ չկան, որպեսզի մեր քաղաքացիները դժվարությամբ կողմնորոշվեն, թե որ քաղաքական ուժը ինչ է առաջարկում մեր ընտրողներին։ Այսպես կոչված եռագլուխ պատերազմի կուսակցությունը, որ անդադար կասկածի տակ է դնում հաստատված խաղաղությունը, փորձելով ինչ-որ ռևիզիոնիզմ իրականացնել, որ խաղաղությունը թույլ է, խաղաղությունը արժանապատիվ չէ, խաղաղությունը երաշխավորված չէ եւ դրանով իսկ ինչ-որ էլի ատրիբուտներ մտցնելու ցանկություն ունի, ըստ էության բերելու է խաղաղության ոչնչացման, այսինքն խաղաղություն չի լինելու, եթե այդ քաղաքական ուժերը ընտրվեն Հայաստանի Հանրապետությունում, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը իմաստուն է այնքան եւ խաղաղությունը սպասված է այնքան, որ երբեք նման քայլի չի դիմի, կասկածի տակ դնելով խաղաղությունը, հակառակը տեր է կանգնելու խաղաղությանը։ Իսկ խաղաղությունից բխում է ամեն ինչ, ամբողջ մեր երկրի բարեկեցությունը, տնտեսական զարգացումը, իհարկե ոչ միայն խաղաղությունից, որտեղ խաղաղության հետ մեկտեղ պետք է լինի տնտեսական ազատություն, ազատ մրցակցություն, քաղաքացիների իրավունքների հարգել, պետական բյուջեի միջոցների ավելացում, որից նաև մեր քաղաքացիներին տրվող բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, իսկ ծրագրերը այնքան շատ են, որ ոչ մի ուղիղ եթեր, ոչ մի հաղորդում, ոչ մի հանդիպում բավարար չէ ամբողջը պատմելու համար, բայց խոշորները իհարկե միշտ կարող ենք ասել լայնածավալ ճանապարհաշինություն, լայնածավալ դպրոցա եւ մանկապարտեզա շինություն, նորանոր բժշկական կենտրոններ, գյուղական ամբուլատորիաներ, ներդրված առողջության ապահովագրություն 1.6 միլիոն մեր քաղաքացիների համար, ես ուզում եմ հատուկ շեշտել, 1.6 միլիոն քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում ունի առողջության ապահովագրություն, որոնց մեջ են նաև մեր ավագ սերնդի ներկայացուցիչները, մեր տատիկ-պապիկները, մեր հայրերն ու մայրերը, բարձրացված կենսաթոշակ, որը որ ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը եւ նաեւ միշտ լինելու է ավելի բարձր, որովհետեւ մենք այն ինդեքսավորելու ենք։ Լայնածավալ բնակարանաշինական ծրագրերը 16 միլիոնների հայտնի ծրագիրը, որ 2400 տուն կառուցվել է եւ 1400 էլ դեռ կկառուցվի, իսկ մեր 5-ամյայում 3000 տուն, այսինքն 1400-ի հիմա կառուցմանը զուգահեռ եւս 1600-ի քվոտա մենք կունենանք մեր նախընտրական ծրագրում, այդ ամեն ինչը գրված է։ Բազմաթիվ նոր ծրագրեր կիրականացվեն, որոնք որ դեռ չեն իրականացվել եւ այսպես շարունակ, բայց անկյունակարը իհարկե խաղաղությունն է, որտեղ առանց խաղաղության, առանց ապաշրջափակման չի կարող լինել զարգացում որևէ երկրում եւ մենք հիմա ըստ էության հնարավորություն ունենք լիաթոք որպես երկիր շնչելու, որովհետեւ ունենք խաղաղություն, որը իհարկե դժվարությամբ ենք ձեռք բերել, բայց ձեռք ենք բերել եւ պետք է այն խնամենք, մեծացնենք, տեր կանգնենք մեր ձեռք բերված խաղաղությանը։ Սիրելի ժողովուրդ, խոսենք էլի, ես էլ ուղիղ եթերներ կմտնեմ, մեր վարչապետն միշտ ուղիղ եթերում ու նաև կհանդիպենք իրապես հաճախ առանց եթերի եւ կխոսենք ձեզ հետաքրքրող ցանկացած հարցի վերաբերյալ, որովհետեւ մենք չենք վարանում նույնիսկ
ընդունել նախ մեր սխալները, եթե այդպիսի կան, պատմել պլանների մասին, որոնք դեռ չենք հասցրել իրականացնել, ուտեղ ոչ մի ամոթ բան չկա, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, որոնք որ չունեն այդքան համարձակություն նաև իրենց բացթողումների մասին խոսելու, բայց դա կարևոր խոսակցություն է, շատ կարևոր, որտեղ ազնվությունն է ամենակարևոր բանը քաղաքականության մեջ։ Մենք մեր քաղաքացիների հետ միշտ եղել ենք ազնիվ եւ շարունակելու ենք լինել ազնիվ։ Այնպես որ ձեզ լավ օր եմ մաղթում, լավ քարոզարշավ, կհանդիպենք այնտեղ, որտեղ հանդիպենք։ Շնորհակալություն, ցտեսություն։